Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ուրեմն նոր մի հատ եթեր էի նայում Գեղամ Նազարյանի մասնակցությամբ։ Ուզում անդրադառնամ այդ Գեղամ Նազարյանին։ Ուրեմն Գեղամ Նազարյան, ուշադիր ինձ լսի։ Այդ 80 մարմինը, որ ասում ես ծնողները չեն տանում, ինչ-ինչ պատճառներով։ Ուրեմն այդ Եթե այդքանն ասել ես, այդ ինչ-ինչ պատճառներն էլ ասա։ Իսկ եթե այդ ինչ-ինչ պատճառները չգիտես, հիմա ես կասեմ դու իմացի։ Այդ ինչ-ինչ պատճառները դենկայի խաբելու դրվագներն են, որ դենկան խաբել են մարդիկ։ Մարդիկ հստակ փաստեր ունեն, որը որ ձեր իշխանությունը քննչական կոմիտեն չի ընդունում։ Այդ ինչ-ինչ պատճառները այդ դրանք են։ Եթե ինչ-ինչ պատճառների մասին դու տեղեկացված չես, ես քեզ ասեմ իմացի։ Ուրեմն մի խոսա։ Համել այդ քո խոսակցությունը վերլուծելով, ես օրինակ որ վեր եմ լուծում, հասկանում եմ, որ այդ 80 ծնողը սրբապիղծեն, որ իրենց երեխեքին թողել են մորգերում։ Ուրեմն ասեմ իմացի, առաջի սրբապիղծը դու ես, որ ուրացել ես ամեն ինչ։ Երկրորդը, եթե դու չապացուցեցիր, որ այդ 80 երեխեքը այս ծնողների երեխեքն են, ուրեմն ամենամեծ ստորն ու սրբապիղծը դու ես։ Դու խոսացել ես դրա մասին, պիտի շարունակես խոսալ, դու պիտի ապացուցես, որ այս 80 ծնողը իրանց երեխաներին չեն վերցնում։ Պիտի ապացուցես, եթե չապացուցեցիր, մի հատ եմ ասում, դու ամենաստոր մարդն ես։ Իսկ եթե չկարացար հանկարծ ապացուցես, դու պիտի լրատվական միջոցների դեմ կլնի, էֆիրով կլնի, պիտի ներողություն խնդրես այդ ծնողներին, որովհետև դու վիրավորել ես։ Ուրեմն ամեն մեկին քո արշինով մի չափի։ Այս ժողովուրդը իրանց երեխեքի համար կռիվ տվող ժողովուրդ են։ Այս ծնողների մասին է խոսքը, անետ կորած կլինի, զոհված կլինի, սաղ։ Հա, մեկ էլ անդրադառնամ նրան։ Մենք ծնողներս քաղաքական հայացքներ չունենք։ Այսօր դու քաղաքական հայացքներ ունես, եթե դու գայիր միանայիր այդ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը իմանալու ճշմարտությունը իմանալու համար գայր միանայր մեզ, իսեր ասո, ոչ մեկ դեմ չէր լինի։ Այսինքն, հիմա կապ չունի ով ումա միացե, կապ ունի են, որ մարդիկ ճշմարտությունն են ուզում իմանան, ու մարդիկ ճշմարտություն են ուզում հանրայնացնել։ Իսկ դու եթե ճշմարտությունը չես ուզում իմանաս քու հերոս տղեն կռվել է, դավաճանվել է, չի դավաճանվել, դա քու գործն է։ Սպասում եմ ես։ Դու պիտի ապացուցես, որ այդ 80 մարմինը այս անհայտ կորած ծնողների երեխեքն են։ Եթե չապացուցես, ամենաստոր, ամենասրբապիղծը դու ես։ Ես իդեպ չեմ էլ կասկածում, որ դու ուրացել ես ամեն ինչ, բայց համենայն դեպս ես սպասում եմ պատասխանի, դու պիտի ապացուցես, որ իրանց երեխեքին թողել են այս մարդիկ մորգերում։ Եթե չապացուցեցիր, դու ամենաստոր մարդն ես մի խոսքով։ Սպասում եմ պատասխանի։